Որպեսզի մեխանիզմներով պիտի ձևավորվի նվազագույն աշխատավարձը։ Ասացիք, որ 2024-ին փաստորեն ավելի քան 600 դիմում հայտ եք ստացել աշխատողների իրավունքների խախտման, ճիշտ է։ Այո, 655։ Ավելի ինչի մասին են ավելի շատ եք խախտում։ Որ իրավունքներն են։ Ուրեմն ավելի շատ կամ քիչ ասելու չէ, որովհետև խախտվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները, բայց ավելի շատ խախտվում են հատկապես վերջնահաշվարկ չվճարելու հետ կապված են խախտումները, արձակման նպաստ չվճարելու հետ կապված են խախտումները, կարգապահական բյուջերի սխալ կիրառման հետ են կապված խախտումները եւ հատկապես աշխատանքային պայմանագրի ձևի տեսակի հետ են կապված խախտումները, երբ ակնհայտ է, որ պիտի ունենայինք անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր, բայց ունենում ենք որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր, որը չի ապահովում աշխատանքային օրենսդրության 3-րդ հոդվածով սահմանված աշխատանքային իրավահարաբերությունների կայունության սկզբունքը։ Դուք ձեր խոսքում նաև նշում եք, որ պետք է ստանալ արժանապատիվ աշխատավարձ։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը երբ խոսում է այդ թեմայից, ասում է ցածր աշխատավարձ են ստանում, մոտավորապես նման միտք է արտահայտում, ցածր աշխատավարձ են ստանում կրթություն չունեցող անձինք։ Դուք ինչ կասեք այս մասին։ Նախ ասեմ, որ ցածր կամ բարձր աշխատավարձ ասվածը բոլորովին էլ համեմատելու չէ, ինչու, որովհետև մենք պետք է նայենք ոչ թե աշխատավարձը բարձր է թե ցածր, մենք պետք է նայենք, թե արդյոք այդ աշխատավարձը գնաճին համապատասխանում է թե ոչ։ Դա է պատճառը, որ Հայաստանի Արհեստների կոնֆեդերացիան խոսում է նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմների համար։ Այսինքն, ում համար պիտի սահմանված լինի նվազագույն աշխատավարձը։ Քանի որ աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիան նվազագույն աշխատավարձի սահմանման մասին հստակ սահմանում է, որ նվազագույն աշխատավարձը սահմանվում է այն աշխատողների համար, որոնց աշխատանքը կատարելու համար որոշակի մասնագիտական հմտություններ, բարձրագույն կրթություն անհրաժեշտ չէ։ Սրա մասին է խոսքը, բայց այսօր ունեցած նվազագույն աշխատավարձը բոլորս հասկանում ենք, որ բավարար չէ եւ համապատասխան չէ այսօրվա գնաճին, այսինքն այն ինֆլյացիային, որը մենք այսօր ունենք։ Այդ է պատճառը, որ Հայաստանի Արհեստների կոնֆեդերացիան մշտապես կոչ է անում, պահանջում է, որպեսզի նվազագույն աշխատավարձը սահմանելիս ունենանք հստակ մեխանիզմներ, ում համար պիտի սահմանված լինի այդ նվազագույն, այսպես ձեր խոսքով ասած ցածր աշխատավարձը, այսինքն ում համար, այն մարդիկ, ովքեր այսօր Հայաստանի Հանրապետության պարագայում, քանի որ սահմանված մեխանիզմներ չկան նվազագույն աշխատավարձի ձևավորման, նվազագույն աշխատավարձ կարող է ստանալ թե բժիշկը, թե մաքրուհին, թե պրոֆեսորը, թե ուսուցիչը եւ թե մատուցողը, քանի որ մենք չունենք տարանջատում, ում համար պետք է լինի նվազագույն աշխատավարձը, այսինքն թեպետ մենք վավերացրել ենք աշխատանքի միջազգային կազմակերպության նվազագույն աշխատավարձի սահմանման մասին կոնվենցիան, բայց մեր օրենսդրության մեջ դա չենք իմպլեմենտացրել։ Եվ կոչով պահանջով կառավարությանը դիմել եք կլսի կառավարությունը ձեր այս կոչը։ Ցանկացած կառավարության հետ արմիություններն աշխատում են որպես սոցիալական գործընկերոջ։ Եվ այդ սոցիալական գործընկերության մշակույթը կայացնելու առաջին հիմնաքարերը դրվել են դեռևս 2009 թվականին։ Այսօր էլ մենք աշխատում ենք եռակողմ հարթակում։ Եռակողմ հանձնաժողովը հուսամ շուտով կգործարկվի, քանի որ կունենանք եռակողմ կնքված հանրապետական կոլեկտիվ պայմանագիր։ Եվ սա է այն հարթակը, որտեղ որ պիտի աշխատենք սրանով։ Ամենօրյա աշխատանք է։ Սա չի նշանակում, որ վաղը լինելու է այդ ոչ պակաս քան 100,000-ը, պարզ է, որ այդպես չի լինելու, բայց յուրաքանչյուր օր դրա համար պետք է աշխատել, կատիլը քար է ծակում, ամեն օր է պետք է աշխատել դրա մասին, չի կարելի միայն մայիսի 1-ին խոսել դրա մասին, չի կարելի միայն հոկտեմբերի 7-ին խոսել դրա մասին, Հայաստանի Արհեստների կոնֆեդերացիան բոլոր հանդիպումներին է դրա մասին խոսում, ամեն օր է դրա մասին ասում։ Օրինակ, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները նվազագույն աշխատավարձ են ստանում կամ դրանից պակաս։ Ազգային ժողովի պատգամավորները ստանում են մոտավորապես 500 միլիոնից ավել աշխատավարձ։ Այսօրվա իրականության մեջ ինչպես կարող եք զուգահեռ անցկացնել, հա, որքանով է Կարծեմ, թե արդեն նախորդ հարցի պատասխանը դրան տրվեց, որովհետև քանի դեռ մենք չունենք նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմ, քանի դեռ մենք չունենք, թե ում համար պիտի լինի այդ նվազագույն կամ ձեր ասած ցածր աշխատավարձը, մենք ունենալու ենք այս իրավիճակը, որովհետև գործատուի
կամարտահայտությունից է կախված, թե ինքը ինչքան աշխատավարձ կվճարի աշխատողին։ Բոլոր այն դեպքերում ներողություն։ Որպեսզի ավելի շատ աշխատավարձ տա падգամավորների Որ օրենքը փոխեց։ Աշխատավարձներ սահմանվեցին падգամավորների համար։ 250,000 դրամ պարգևավճար են տալիս, որպեսզի գնան շրջային մի խոսքով։ Այս ամենը հնարավոր է իրականացնել, բայց օրինակ գիտնականների աշխատավարձը հնարավոր չէ բարձրացնել։ Ցանկացած պարագայում, ցանկացած աշխատավարձ հնարավոր է բարձրացնել, դրա համար պետք է ամեն օր պայքարել։ Ասածս նա է, որ երբ մենք ունենանք նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմներ, բնականաբար այլևս գիտնականը ուսուցիչը չի կարող ունենալ նվազագույն աշխատավարձ։ Բոլոր այն դեպքերում, երբ նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ է վճարվում, ինչպես դուք եք ասում, դա բնականաբար նվազագույն աշխատավարձի մասի խախտումն է։ Նաև գիտնականը քաղաքական կամք ընդհանրապես, որովհետև այդպիսի կամք դրսևորվել է եւ падգամավորները ստանում են 700,000 դրամից ավել աշխատավարձ, նախարարները միլիոնից ավել աշխատավարձ։ Այդպիսի կամք դրսևորվել է եւ իրենք ստանում են։ Բայց ինչու՞ չի դրսևորվում գիտնականների պարագայում։ Գիտնականների պարագայում էլ այդ կամքը դրսևորելու համար պարտադիր է պահանջել։ Բոլոր այն դեպքերում, երբ մենք համակերպվում ենք մեր ունեցած իրադրության հետ, մենք ունենում ենք այն, ինչ որ ունենք։ Երբ մենք չենք խոսում մեր իրավունքի մասին, երբ մենք չենք բարձրաձայնում դրա մասին, երբ մենք չենք պահանջում այդ ձեր ասած արդար վարձատրությունը, մենք ունենալու ենք այն, ինչ որ ունենք։ Այդ ձեր ասած քաղաքական կամքը հենց այնպես չի եղել, պահանջ է եղել։ Ձեր երեխան երբ չի ասում սոված եմ, դուք րոպեն մեկ իրան հաց չեք տալիս։ Այսինքն այդ կամքը, այդ պահանջը պետք է ամեն օր ձևավորել ու բարձրաձայնել, պետք է ասել դրա մասին։ Ինչի նպատակը նաև այսօր էր երթին ժամանակ, որովհետև մենք պահանջում ենք արդար վարձատրություն։ Մենք պահանջում ենք արժանապատիվ վարձատրություն, որը որ պիտի բավարար լինի ցանկացած աշխատողին ապահովելու եւ իր ընտանիքի անդամների կենսապահովումը։ Այսինքն այսօր երբ որ մենք մեր նվազագույն սպառողական զամբյուղում չենք ներառում այնպիսի դրույթներ, այնպիսի ոչ պարենային զամբյուղի մասին է խոսքս, այնպիսի դրույթներ, որոնք չպիտի բավարարեն այդ մարդու սովորական պահանջմունքները, հանգստից սկսած, կոմունալ պահանջներից սկսած, այս բոլորը պիտի սննդի մասով, խոսում եմ ոչ պարենայինի մասին, դրա համար սննդին չեմ անդրադառնում, բայց ոչ պարենայինի մասով դա ոչ պակաս կարևոր է, որպեսզի մարդը ինքնաբավ լինի, որպեսզի ինքը իր երկրում զգա իրեն ապահով ու կայուն, չմտածի արտագաղթելու մասին, չմտածի արտագնա աշխատանքի մասին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ունենա արժանապատիվ աշխատանքով ապահոված աշխատողներ։ Ուսումնասիրել եք, որ երկրի հետ կարելի է համատել մեր երկրում աշխատավարձերի թիվը։ Եթե այդպես ուսումնասիրեք, ապա Վրաստանում մեզանից վատ է, բայց հարցը այստեղ այլ է։ Եթե Վրաստանի պարագայում այսօրվա իրենց սահմանած նվազագույն աշխատավարձով ոչ ոք չի աշխատում, ապա Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձով շատ-շատերն են աշխատում։ Տիկին Մանասերյան, այս ամենի համատեքստում արմիությունների աշխատանքը, ինչպես է գնահատում նոր արմիությունների ստեղծում եւ ընդհանրապես գործող արմիությունների էֆեկտիվությունը, իրենք որքանով են օգնում կամ որքանով է արդարացված իրենց լինելիությունը։ Ընդհանրապես աշխարհում պատմությունը ապացուցել է, որ արմիությունների լինելությունն արդարացված է եւ պարտադիր է, որովհետեւ եթե այդ գյուղը չկանգնի, այդ գերանը չի կոտրվելու։ Մենակ ոչ մեկ ոչինչի չի կարողանալ հասնել։ Արմիությունն այն կառույցն է, որի միջոցով կարողանում ենք խոսել դրա մասին։ Մենակ գուցե մենք վախենում ենք, գուցե չենք ուզում մեր անունը, ինչպես ասում են, դուրս գա խոսելու համար, բայց երբ կա կառույց, որի շուրջ մենք համախմբվել ենք, որի միջոցով ենք դա բարձրաձայնում, շատ ավելի արդյունավետ է աշխատում ամբողջ աշխարհում։ Ես բոլորին միշտ մշտապես հորդորում եմ սկզբնական կազմակերպություններում հատկապես, որովհետև աշխատող մարդը առաջին հերթին հանդիպում է սկզբնական կառույցի արմիության նախագահին կամ արմիության անդամներին։ Հենց այնտեղ է պետք առողջ արմիություն ունենալ։ Հենց այնտեղ է պետք մտածել այս բոլորի մասին, որpիսի հետագայում նաև եթե գա հասնի Հայաստանի Հանրապետությունների կոնֆեդերացիայի մասով, կոնֆեդերացիան կարողանա պետությանը եւ գործատուների միություններին ներկայացնել բոլորի պահանջը։
Սա է կարևոր, որպեսզի յուրաքանչյուր արմիության անդամ լինի գիտակցված արմիության անդամ։ Ինչի համար մենք ամեն օր աշխատում ենք մեր տրեյնինգների միջոցով, ուսումնական կենտրոնը գրեթե բոլոր շաբաթ-կիրակիները, այդ թվում վաղը այս շաբաթ եւ կիրակի կազմակերպում է սեմինարներ, կազմակերպում է տրեյնինգներ, որպեսզի մենք ունենանք առողջ արմիություններ։ Այդ ժառանգությունը խորհրդային միությունից մնացած, որ արմիությունները պիտի օգնություն տան, պիտի նվեր տան, պիտի թաղման պսակ առնեն, խնդրում եմ մոռացեք սրա մասին, արմիությունները դրա համար ստեղծված չեն, արմիությունները ստեղծվել են ներկայացնելու, պաշտպանելու եւ առաջ մղելու աշխատողների աշխատանքային եւ դրա հետ կապված օրինական բոլոր շահերը։